Բարի երեկո։ 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցել եմ փաստաբան, կոնցերտ դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հետ։ Պարոն Օրբելյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարի երեկո, շնորհակալություն։ Պարոն Օրբելյան, երկար սպասված Սահմանադրական դատարանի որոշումը արդեն ունենք, թե դեռ ամբողջական Որոշման տեքստը դեռ հրապարակված չի, այսօր գալուց առաջ նայել էի, դեռևս հասանելի չէր, ըստ օրենքի 3-օրյա ժամկետում է հրապարակվում, կարծում եմ վաղը մյուս օրը հասանելի կլինի։ Բայց եզրափակիչ մասին ծանոթ ենք եւ գիտենք, որ Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ընտրությունների արդյունքների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։ Սպասելի չէր, պարոն Օրբելյան։ Սպասելին շատ հարաբերական է, այսինքն մեծ ակնկալիքներ ակնհայտորեն չկար, պայմանավորված մի շարք հանգամանքներով։ Մենք դրա համար միջնորդել ենք վարույթի շրջանակներում, որ ամբողջ կազմով գործը քննեն, որովհետև Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ընդունվում է առնվազն 5 հոգով։ Այսինքն, եթե 5 հոգի էլ մասնակցեն 5 հոգով, 9 հոգի էլ մասնակցեն 5 հոգով, կողմ կամ դեմ քվեարկելու համար։ Հետևաբար, հաշվի առնելով, որ երկու դատավոր անհնարինություն էին քննարկել, ինքնին մենք բարձրաձայնեցինք, որ այդ անհնարինության ինստիտուտը ինքնին մեր կարծիքով հակասահմանադրական է, որովհետև արդյունքում ստացվում է ոչ թե 9 հոգանոց Սահմանադրական դատարան, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ, այլ, ասենք 7 հոգանոց տվյալ դեպքում։ Միևնույն ժամանակ կար անհամարժեք վերաբերմունք տարբեր դատավորների, այսինքն 2 հոգու անհնարինությունը քվեարկվել էր կողմ, մի հոգունը քվեարկվել էր դեմ, խոսքը Սեդա Սաֆարյանի մասին էր։ Գործընկերները մյուս կողմից էին բարձրացրել հարցը, հաշվի առնելով, որ ինքը նախորդ ընտրություններին 21 թվականի ընտրությունների ժամանակ Բաբաջանյան դաշինքի 3-րդ համարն էր, իսկ ըստ էության Բաբաջանյան դաշինքի անդամներից մեկը Հանրապետության կուսակցությունը նույնպես մասնակցում էր այս վարույթին։ Ավելին, այն հարցադրումները, այն միջնորդությունները, որը ինքն էր միջնորդել, որպեսզի ապացույցներ հավաքվի եւ այն հարցադրումները, որ արեց, ըստ էության դա երկրորդում էր դաշինքի կամ հանուն հանրապետության դիրքորոշման մի շարք հարցեր, ինչպես նաև ԿՊ-ի որոշակի թեզիսներ, այսինքն դա մեր բուն քննության առարկայից դուրս էր, բայց հարցադրումները ըստ էության շարունակեցին հնչել, ինչի վերաբերյալ առարկություններ ակնհայտորեն ներկայացրեցինք, նաև նկատողություն ստացա։ Բայց բանի տեսակետից, այսինքն վերադառնալով ձեր հարցին, ակնկալիք կար թե չէ, պարզա որ երբ որ դիմում ես դատարան, ակնկալում ես, որ պետք է լինի օրենքին Սահմանադրությանը համապատասխան process է եւ համապատասխանաբար բայց երբ որ տեղի ունեցավ այս ամբողջը, այդ կազմի հետ կապված այդ հարցադրումները, մեկնաբանությունները, դատավորների կողմից հարցադրումների մի մասը, որոնք ոնց որ դուրս էին process-ից, որոշակի ամրապնդեցին, այսպես ասած, փափուկ բառ օգտագործեմ, մտավախությունները։ Եվ համապատասխանաբար, երբ որ արդեն արդյունքը հրապարակվեց, այնպես չի որ ունենց շատ մեծ սպասելիք ունեմ, բայց ակնկալիքս այն էր, որ Սահմանադրական դատարանը իհարկե պետք է անվավեր ճանաչի։ Առնվազն մանդատների բաշխման նոր կարգ սահմանի, ինչի եմ ասում առնվազն, որովհետև Հայաստանի պատմության ընթացքում սա ունիկալ դեպք էր, որտեղ քննարկվում էր ոչ միայն ամբողջ ընտրությունների վավերության հարցը, այլ կոնկրետ կուսակցության 4%-անոց շեմը հաղթահարել չհաղթահարելու հարցը եւ փաստացիորեն հստակ ապացույցներ մաթեմատիկական ճշտությամբ հիմնավորվում էր, որ այո, պետք է ԲՀԿ-ն ստանար համապատասխան մանդատները, 4%-ը հաղթահարեր։ Իհարկե թվերի հետ միշտ կարելի է խաղալ։ Այս մի դեպքում կանցնի, այս մի դեպքում չի անցնի, սրանք վավեր են, սրանք անվավեր են, բայց երբ որ մենք ունենք մի իրավիճակ, երբ որ ԿՊ նշանակում է տարածքայինի պետին, կուսակցական չի, բայց իր կողմից նշանակված անձնա։ Ժամը 8-ից հետո դռները չեն փակում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրա մասին լավ տեղեկացված է։ Ոչ մի խնդիր չի տեսնում։ Հաջորդ օրը ասուլիսի ժամանակ կրկին ոչ մի խնդիր չի տեսնում։ Հաջորդ օրը, երբ որ արդեն պարզ է դառնում, որ իրենց կողմից տվյալների մշակումը տեղի ունեցել սխալ, այսինքն թվերը սխալ են լրացրել ուղղակի։ Եվ վերահաշվարկով ԲՀԿ-ն արդեն անցնում է։ Ճիշտ թվերը լրացնելու դեպքում արդեն անցնում է։ Դրա հաջորդ օրը անվավեր են ճանաչում, դրա հաջորդ օրը անվավեր ճանաչելուց հետո ասում են վերահաշվարկի արդյունքում ավելացել է, անվավեր ճանաչելուց հետո կրկնում եմ, ժամանակ են ծախսել վերահաշվարկ են արել, անվավեր ճանաչված տեղում ավելացել է եւ ԲՀԿ-ն անցնում է եւ նախկինում էր անցնում եւ հիմա է անցնում, բայց երբ որ անվավերը ճանաչում, դրանից հետո ասում են դա չի անցել։ Այս դեպքում ասում ենք լավ, այսինքն դեպքն է դասական, որ վերաքվեարկություն պետք է նշանակեր։ Ավելին ինքը իրավունք չուներ դա իրականացնել, մի շարք հիմնավորումներ են բերել,
Սահմանադրական դատան կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս փուլում, այս ձևով, այս ձևաչափով չէր կարող անվավեր ճանաչել։ Այդ հիմնավորումները ամեն դեպքում հիմա հողում կանենք ասեն դատարանի որոշում էական չի, բայց դա ներկայացվեց վերջնական սահմանադրական դատարանի քննությանը եւ դրանից հետո ասում չէ դե ոնց որ դե չի ազդել արդյունքների վրա։ Հիմա ինչպես էին փորձում հիմնավորել որ չի ազդել արդյունքների վրա։ Ասում այ եթե ընդունենք որ այդ երկու տեղամասը ընդհանրապես գոյություն չի ունեցել չկար ընդհանրապես։ ԲհԿ-ն չէր անցնում։ Այսինքն դա արդեն համարենք, որ այդ երկու տեղամասը տվել ենք Ադրբեջանին։ Այդ ժամանակ ԲՀԿ-ն չէր անցնում։ Ասում ենք, հա, բայց այդ գոյությունը ունեցել են, մարդիկ եկել են, քվեարկել են, տեսել եք, ձայները հաշվառել եք, ԲՀԿ-ն այդ գործընթացի հետ կապ չուներ, հարձանագրել եք արդյոք որևէ խախտում ԲՀԿ-ի միջամտության ոչ։ Ասում ենք, այդ դեպքում անցել էր։ Ու այդ տարածքները չեք կարող համարել գոյություն չունեին, որովհետև կրկնում եմ, դա ըստ էության պետության գործողությունների արդյունքում եք դուք իրան անվավեր ճանաչում։ Ինչևից է, բերել ենք նաև մեկ այլ արգումենտ, ասում ենք տվյալների հավաքման գործընթացը ունակ չի 100%-անոց ճշտություն ապահովելու, որովհետև ցանկացած համակարգ ունի շեղման շեղման չափ։ Եվ դա ընդունեցին, Սմբատյանը ընդունեց, ասեց, հա դե 16000 մարդ աշխատել, 70000 տվյալ, ասում ենք շատ լավ։ Ձեր համակարգում 200, 300, 400, 500 տվյալի սխալը ոչ թե դուք արձանագրությունը վերցրել սխալ եք մուտք արել, այլ ասում եմ 500 տվյալի սխալը հնարավոր է, որովհետև ձեր արձանագրությունը ճիշտ մուտք անելու արդյունքում գրել եք, չէ՞, քանի հոգի է մասնակցել եւ քանի հոգի է քվեաթերթիկի մեջ, քվեատուփի մեջ քանի քվեաթերթիկ կա։ Մենք ցույց տվեցինք հստակ, որ առնվազն 100-ից ավել ընտրատեղամասում ավելի շատ ձեր աղյուսակով, ես չեմ ասում ճիշտ է սխալ, ասում եմ ձեր մշակած աղյուսակով ավելի շատ քվեաթերթիկ կա, քան մարդ է քվեարկել։ 260 քանի հատ ավելի լավ, այլիք առաջ գնանք։ Էլեկտրոնային համակարգով քվեարկություն կա։ Հիմնականում դիվանագետներն են քվեարկում, հա, եւ ընտանիքի անդամները։ Որևէ ձև կարողացել եք 22 քվեարկություն անվավեր ճանաչել, միջև վերջ չբացատրեցին, բայց ոնց հասկացանք, այդ որ սկսել են քվեարկությունը չեն ավարտել, համարել են, որ ինքը մասնակցել է անվավեր։ Բայց դրանից բացի, երբ որ գումարում են քանի հոգի է քվեարկել եւ քանիսն է անվավեր, պարզվում է, որ 411 հոգի է քվեարկել կողմ կամ անվավեր, բայց թղթում գրած է 410։ Այդ էլեկտրոնային է, կոմպյուտերն է հաշվում։ Այսինքն ասում ենք, այս համակարգը ունի հաշվարկի ճշտության խնդիր։ Իսկ հաշվարկի ճշտության խնդիրը եւս մեկ հավելյալ արգումենտ։ Միջազգային պրակտիկայում հաճախ չի լինում, բայց ընդունված է։ Այսպես կոչված կասկածի դեպքում ի օգուտ ոչ թե կուսակցության, այլ ընտրողի 58500 անվավերով թող մի քիչ իշնի 250 քաղաքացի գնացել քվեարկել են եւ զրկվել են փաստորեն եւ իրեն զրկել են ներկայացված եւ ընտրությունը արել են բայց հետո փաստացի չեն արել պարլամենտում ներկայացված լինելու եւ իրենց կողմից համանված ծրագիրը կյանքի կոչելու պարլամենտում դա բարձրաձայնելու հնարավորությունից զրկվել են հիմա ինչևից է եթե վերադառնանք Պարոն Օրբելյան հիմա սահմանադրական դատարանը երբ ասում եք մանդատների բաշխման նոր կարգ դա ինչ է ենթադրում, այսինքն սահմանադրական դատանը այդ 3 ընտրատեղամասում կարող էր իրավասու էր նոր ընտրություն նշանակելու։ Մենք այդ դիտարկել ենք։ Թե պարզապես պետք է ԲՀԿ-ին տար իր 4%-ի տեսականորեն շատ տեսականորեն ուղղակի երբ որ տեքստ ենք նայում վերակվեարկություն նշանակելու լիազորություն չկար, բայց քանի որ սահմանադրությունը ասում է լուծում ավեճերը տեսականորեն կարար նման գործառույթ փորձեր սահմանել, բայց եթե մենք չփորձենք ավելի ընդլայնելու ուղղություն գնանք, ուղղակիորեն նախատեսված է մանդատների բաշխման նոր կարգ։ Ինչ է դա նշանակում։ Երբ որ սահմանադրական դատարանը իր քննության արդյունքում գալիս է եզրահանգման, որ կա հենց սխալ է որոշել, եւ ԲՀԿ-ն նույնպես պետքա ստանալ մանդատներ, ոչ թե ուղարկում է հետ ԿՀ, ասում եմ, գնա նորից հələ մի հատ հաշվի տես ԲՀԿ-ն կստանալ, ինքը որոշում է ով քանի մանդատ կստանալ, ընդունելով որ ԲՀԿ-ն անցել է, որտեվ այդ նման գործառույթ, նման ֆունկցիա ունի Եվ համապատասխանաբար նման ֆունկցիա ունենալու դեպքում հենց այդ դեպքի համար է նախատեսված, երբ որ վեճ առաջանա հաշվի։ Շատ համարյա բացառում եմ, էլի որ ԿՀ-ն անցնել չանցնելու կամ մանդատների քվեարկության ձայների քանակի հետ վեճ չունենա, բայց մանդատները ուղղակի կամայական սխալ հաշվի։ Պարզա որ տենց շատ հեշտ ոչ բարդ ֆորմուլա է, լավ sense ասեմ, հաշվարկ է եւ այդտեղ սխալվելու հավանականությունը, որ քվեարկության արդյունքները չփոխվի, բայց պարզվի, որ մանդատները ձեր մանդատը ինձ են տվել կամ ինձ մանդատը ձեզ համարյա բացառում եմ։ Չնայած այս նայելով արդեն սկսում եմ դա էլ չբացառել, բայց ինչևից է։ Դա նշանակում է, որ կենտրոնական սահմանադրական դատարանը կարող է արձանագրել, որ այո, ԲՀԿ-ն հաղթահարում է 4%-ի շեմը եւ մանդատները բաշխվում են այլ կերպ։ 4 ուժ են անցնում, ԲՀԿ-ն ստանում է իր ձայներն ու մանդատները ու տա համապատասխան
որոշման ցուցակը։ Ինչևից է։ Եթե դա չէր լինում, ապա պետք է ամբողջ Հայաստանով նշանակեին նոր ընտրություններ։ Այո, վերակերպություն Հիմա եթե ամփոփենք նրանց որոշումը, թեև ասացիք որոշումը չունեն, ստացվում է այս որոշմամբ Սահմանադրական դատարանը եւ արձանագրել է, որ այդ երկու ընտրատեղամասերը համարեն գոյություն չունի ու ԲՀԿ-ն չի անցել։ Մյուս կողմից, որ ընտրությունները չեն կեղծվել առհասարակ։ Տենց կտեսնենք որոշումը ինչա գրված, ոնց է փորձել թվերով տենց գումարելով հանելով տեսնենք որը հանենք որպեսզի թվերում փոխվի կամ որը չհանենք որ չփոխվի ինչա որոշել չգիտեմ կտեսնենք հիմնավորումներում բայց կրկնում եմ ակնհայտ է ինչ պիտի որոշել որովհետև այստեղ հեն մի քիչ էլ տենց կիսազավեշ տալի հա որ ասում գնդակ դարպաս գոլ այսինքն ԲՀԿ-ն որոշումը չկա ԲՀԿ-ն անցնում է որոշումը կա ԲՀԿ-ն չի անցնում հետևաբար դա ազդում է արդյունքների վրա ինչ որ արդյունքների վրա ազդելու տարբեր ձևեր են գնահատում Սահմանադրական դատարանը ինչա գրել որոշման մեջ չգիտեմ կտեսնենք կքննարկենք արդեն հիմնավորումների դաշտում բայց չի ընդհանրում այդ որոշումից որ Հայաստանում ընտրությունները կեղծված չեն նշանակում է որ Չէ, Սահմանադրական դատարանը միշտ էլ արձանագրում է, որ եղել են խախտումներ, որոնք չեն ազդել արդյունքների վրա։ Ըստ էության, պետք է արձանագրի, որ այդ խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Որովհետև որ խախտումներ եղել են, դա ակնհայտ է, արձանագրված են եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ է դա արձանագրել։ Այսինքն այն խախտումները ինչ որ կան, ըստ էության չեն ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Հիմա գանք իշխանականների փաստարկներին։ Նրանք ասում են, որ այդ ձեր բոլոր պնդումները, որ խախտումներ եղել են, դրանք պարզապես ենթադրություններ են եւ որ դուք այս ամբողջ ընթացքում չկարողացաք հիմնավորել, պարոն Օրբելյան։ Մենք բերեցինք 3 շատ կարևոր հանգամանք, հա, մեկը իմ դեպքում չկա ԿՀ-ի որոշում ԲՀԿ-ն ստանում է 4%։ Գնդակ դարպաս գոլն է։ ԿՀ-ն ընդունում է որոշում, ԲՀԿ-ն չի ստանում մանդատներ։ Սրանից էլ ավելի པարզ հիմնավորում, ինչ որ ուրիշ տեղի ապացույցներ պետք չէր բերել։ Սա ամենաֆունդամենտալ խնդիրն էր, որը մենք բարձրացրել ենք, բայց գործընկերներս բերեցին մի շարք հանգամանքներ։ Ուզում եմ ուշադրություն հրավիրեմ, որ վեճերի դեպքում ապացուցման բեռը ոնց է։ Պնդումը անում ենք, եթե պնդումը չի հերքվում ուղղակիորեն եւ ապացույցներով չի հերքվում, ուրեմն այդ պնդումը ճիշտ է։ Ինչ էր բերել Հայաստան Դաշինքի գործընկերները։ Ասում են, նայեք, Domino Production-ը, ուրեմն ընկերությունը, որ անում է դրոն շոուները, մենք տեսնում ենք կառավարության համար արել է միջոցառում։ Հիմա թվերը կարող է սխալ ասեմ, բայց մոտավոր կատեգորիա 1 միլիարդից ավել։ 1 միլիարդից ավել։ Մի 10 քանի միլիոն, թե մի քանի միլիոն նստել է մենակ այն կառավարական էտաթորները տեղադրել հավաքել է։ Տեսնում ենք ինչ արել ԿՊ-ն իրանց մոտ պատվիրել է Հայաստանում 10-ից ավել նմանատիպ 10 թե 11 նմանատիպ միջոցառում կարող է մի քիչ ավելի փոքր գումարային 300 միլիոն բոլորը միասին ասում եմ լավ Ժորժ ջան կամ այստեղ թաքցրել եք փող ուրի ձևով եք տվել որպեսի չերևա փորձեք ճշտեք ես չունեմ գործիք միջնորդում եմ որպեսի կանչենք այդ մարդկանց հարցնենք ոնց է ստացվել կամ կառավարության հաշվին փող եք տվել թանկով որպեսի սա իժանով անենք ու ըստ էության գումարային այս մարդիկ իրենց փողը ստանան սա նաև կոռուպցիոն հանցագործության մասին է տեղեկությունը գալիս է միասնության թևերը ասում են նայեք 520 գրասենյակ ունի ԿՊ-ն այո քանի աշխատող ունենա 0 Ես ենթադրում եմ թե աշխատող չունեն, որտեղ որ աշխատող ունենային, ասելու էր ընտրակաշարք եք բաժանում իրացել են բռնելու, բայց եթե լուրջ օրենք ասում են, եթե նույնիսկ անհատույց են անում այդ աշխատանքը, պետք է հաշվառես որպես նվիրատվություն, դա նույնպես արձանագրես միջին շուկայականով։ Ասում եմ լավ, այս գրասենյակների մեծ մասը վերցրել են անհատույց, ինչ են արել, վերցրել են ինչ որ ԿԿՀ-ի մի հատ մեկնաբանություն, վերցրել են կադաստրային գնի 5%-ով ձևակերպել են իբր թե ծախս։ Ասում եմ մենք կողքի գրասենյակը 200 քանի հազարով ենք վարձակալել։ Հիմա ասում եմ շատ པարզ է, չէ՞, ասում եմ եթե դուք այդ բոլոր 200 քանի հազարով եք հաշվում, այդ 500 քանիսը գումարում եք ձեր բյուջեին 1 միլիարդ անցնում եք։ Օրենքով իրավունք չունեք միլիարդ անցնել։ Միլիարդը մի դրամով անցակ, ձեզ անվավեր են ճանաչում գրանցում, դու դուրս եք գալիս, մնացածը շարունակում են մրցույթը։ Ինչի որպեսզի հնարավոր չլինի շատ փող կամ քիչ փող ծախսելով ավելի մեծ արդյունք ստանալ, հա, ասենց ավելի շատ շոուներ անելով, ավելի շատ գործընթացներ անելով։ Գործընկերներս ներկայացրեցին, որ ինչ ա եղել, դիմել են ուժեղ Հայաստանի գործընկերները, դիմել են ԿՀ-ին, ասել են գիտեք ինչ, քննչական կոմիտեն ոնց որ տենց կոնկրետ թիրախավորում ա մեզ։ Հիմա անունը պետք է չնշեին հաղորդագրություններում։ Իրանք գրություն են գրել, ասել են անունը մի գրեք։ Ինչա բացատրում կենտրոնական, ինչա բացատրում հակակոռուպցիոն կոմիտեն։ Ասում
արել ենք որպեսզի սա շատ կարևոր է, պետք է մենք դա գրենք, որպեսզի պրևենցիա լինի, մարդիկ կաշառք չվերցնեն։ Հիմա շատ պարզ տրամաբան։ Բայց նաև Սրբույթ Գալյանն էլ արտադատության նախարարը, ես հիշում եմ, հարց ուղղեց մյուս ներկայացուցիչներին, ասում են, եթե անհասցե լինի, նշանակում է, որ մենք թիրախավորում ենք բոլոր ուժերին եւ նրանց վարկանիշներին։ Այո, որովհետեւ շատ պարզ հարց եմ տալիս։ Իսկ եթե ԿՊ-ն ընտրակաշառ բաժանում վերցրեք, Հայաստանը մի վերցրեք։ Եթե ձեզ կաշառք առաջարկում այնտեղ ինչ ուժեր կան, ինչ որ X ուժից, դա նորմալ է, վերցրեք, եթե դա ձեզ կաշառքը Հայաստան դաշինքից մի վերցրեք, պարզ է, չէ, որ ցանկացած ընտրակաշառք անընդունելի է եւ պետք է ցանկացած ընտրակաշառքի դեպք ստանա գնահատական։ Լավ, բացեք, այդտեղ շատ սիրուն խոսում են, բացեք կոռուպցիայի հակակոռուպցիոն կոմիտեի կայք։ Գրած է, ին վրա բերեմ, հա, սենց գրած է, փաստաբանի կաշառք տալու հետ կապված գործ, ես ված չեմ զգում, որովհետեւ գիտեմ, որ ես չեմ այդ փաստաբանը։ Գրած է, ինձ այդ նույն տեղը այդ հարցը տալու ժամանակ բացեցի։ Ընդ որում այդ հարցը իրար բոլորը տվեցին, ԲՀԿ-ին ոչ մեկ չհարցրեց, դե քանի որ մեզ չէր վերաբերվում, մենք չխառնվեցինք այդ քննարկմանը, բայց նորից եմ ասում, բայց կոնցեպտուալ ինչի եմ ասում, մեզ չէր վերաբերվում, բոլորն են, որը մտածում, որ մեզ չի վերաբերվում։ Բոլորը սկսեցին հարցնել, բոլորը բոլորին հարցրեցին, այդ ԲՀԿ-ն, որ մի քանի կուսակցության անդամներ ունի, ոչ մեկը մեզ այդ հարցը չտվեց, մենք ոչ մի հնարավորություն չունեցանք նույնիսկ դրան անդրադարձ կատարել։ Հիմա հնարավորություն եք, պարոն Օրբելյան։ Հիմա կանդրադառնամ։ Հիմա նորից վերադառնամ այն առաջինին, հետո անդրադառնամ այդ ԲՀԿ-ի մի քանի կուսակցության անդամներու հարցին։ Հիմա ինչա ստացվում։ Ստացվում է մի հատ իրավիճակ, որ երբ որ դու անվանական ես թիրախավորում, դա հենց թիրախավորում ես կուսակցությունը, ոչ թե երևույթ։ Որ ասենք ընտրակաշառ բաժանելու դեպքով պետքա բոլորին, չգիտեմ, պատասխանատվության ենթարկենք։ Պարզ է, չէ, որ երևույթն էր բախարակվելու, ոչ թե կուսակցությունը։ Ինչ է ասում Սրբույթ Գալյանը։ Ասում, չէ, դա լավ չի, պետքա պարտադիր բացասական վերաբերմունք լինի կոնկրետ քաղաքական ուժերի նկատմամբ։ Եվ կրկին համարյա իմ իմանալով առաջին կարող է նախկինում եղել անգամ գործընկերները ուժեղ Հայաստանի պատվիրել էին նաև հետազոտություն։ Խնդրեցին մարդուն լվկա կանչել հարցակններ, պարզվեց, որ այդ ընտրակաշառքի մասին նորությունները մոտավորապես 20%-ային կետով ազդեցություն են ունեցել արդյունքների վրա։ Իսկ մարդիկ, ովքեր հակված են քվեարկել, այսինքն այդտեղ չի պահպանվում անմեղության կանխավարկածը։ Անմեղություն չի, միջամտություն է տեղի ունենում, որովհետև եթե մենք դրան ավելացնում ենք այն պնդումները, որ մի հոգին անում էր, որ ասում է այդ ԱԱՑ-ի տեղեկությունն է, երբ որ կուզի կուզի կտա, երբ որ կուզի կտա, պարզ է դառնում, որ ցանկացած դեպքում այս մասսայական գաղտնալսումների փուլում, արհեստական բանականության փուլում միշտ կարելի է ինչ-որ նորություններ վերցնել, կտրտել, սարքել, ավելացնել, հրապարակումներ անել, ազդել ընտրողների կարծիքի վրա, հետո վերջում ինչ կլինի։ Ընդ որում գործընկերները Հայաստան դաշինքից շատ պարզ հարցադրում արեցին։ Այսինքն որ բանով 0.2-ի դրված ձայնով էր ներկայացնում, դրանից բովանդակությունը չի փոխում այդ հակակոռուպցիան։ Ասում եմ, լավ, այդ ո՞նց է որոշվում, ինչ հրապարակել։ Որտեվ հրապարակայնությունը մի հարցակ, քրեական գործի վարույթը մի հարցակ, քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսել է։ Եթե ես քննիչ եմ, ո՞նց եմ վարում, ինչ որոշումներ եմ ընդունում եւ այլն։ Բայց չկա ոչ մի տեղ, ոնց եմ ես որոշում, ինչ եւ ինչ ծավալով հրապարակեմ ԶԼՄ-ներում։ Այս շատ բարձ հարց է։ Ո՞վ է որոշում այդ ձայնագրությունները ոնց կտրի, որտեվ կրկնում եմ կտրված ձայնագրություններ են։ Եվ գործընկերներից ասում են, լավ, այդ կտրված ձայնագրությունների մեջ հատվածներ կան, որոնք բարեհունչ չեն, եթե ընդունենք, որ դա ճիշտ ձայնագրություններ է, բայց կապ չունի քրեական գործի հետ։ Այսինքն իրար հետ խոսում են, ինչ որ մեկին չէ, մի կտորը որ փողին ասում հասկացա, հրապարակեցիք հասկացա, բայց ընդ կտոր կա մեկը մեկին վիրավորում է, վիրավորական բարակապակցություն է օգտագործում, մարդիկ կենցաղային զրույցում իմանալով, որ իրանք իրար հետ են խոսում եւ երրորդը չկա, բառապաշարում երբեմն միշտ չի, որ ամենակաղակավարի բառապաշարով են խոսում, հիմա դուք այդ կտորն եք բերել ցույց տալիս։ Այս այդ կտորը, որ առանձնացրել վերերեք ցույց տալիս, ուզում ենք հասկանանք, դա ինչ պրևենտիվ նշանակություն է ունենում։ Համապատասխանաբար մենք այդ ամբողջը հաշվի առնելով ակնհայտ էր, որ մաթեմատիկական ճշտությամբ անվավեր ճանաչելու հիմքերը կար, երբ որ գալիս ենք ֆոնդին։ Միշտ խնդիր է եղել։ Միշտ պատմականորեն խնդիր է եղել, այդ խախտումները ինչքան են ազդել։ Բայց երբ մենք նաև դրանից սկսեցինք, որ սա պատմական առաջին դեպքն է, երբ որ մենք արդեն մտնում ենք պարլամենտարիզմի դաշտ։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ 15 թվականից Հայաստանի Հանրապետությունը պարլամենտական հանրապետություն է։ Մենք չենք կարողանում տեղից անցնել։ Մենք շարունակում ենք դեռևս վարչապետին դիտել որպես կիսանախագահականի նախագահ, որ մնացած ուժերից վերև պիտի կանգնի։ Չէ, ինքը ընդհանրապես ուժերից մեկի կառավարության ղեկավարն է, ընդ որում կառավարության ուրիշ ոչ մի բանի դատական իշխանության ղեկավարը չի, բայց խոսում է դատարանների մասին, ազգային ժողովի ղեկավարը չի, խոսում է ազգային ժողովի մասին, խոսում է զինված ուժերի մասին, խոսում է սահմանադրություն փոխելու մասին, խոսում է ամեն ինչի մասին, բացի այն գործից, որ ինքը պիտի անի, ինքը պետք է կառավարության աշխատանքը համակարգի։ Հիմա նորից վերադառնալով բանի հարցին, ԲՀԿ-ի հարցին։
Ոչ մեկը չհարցրեց վերջի վերջո, լավ, ԲՀԿ-ն Ինչու դաշինք չէր։ Որովհետև օրենքը նման հնարավորություն է տալիս կամ դաշինքով գնալ, ումա կբերեն տարբերությունները, որ պատկերացնենք կուսակցությունով։ Բայց շատ կարճ բան Օրբելյան, որ նաև այլ հարցադրումների Որովհետև երբ որ դաշինքով ես գնում, դու առաջինը ֆիքսում ես, որ մի քանի հավասար կուսակցություններ են, երկրորդը կամ հավասար կամ ամեն դեպքում մի քանի կուսակցություններ են, երկրորդը օրինակ եթե չես անցնում պարլամենտ, ստանում ես ֆինանսական կամ անցնում ես պարլամենտ, տեղական չի, ստանում ես ֆինանսավորումը ստանում են դաշինքի անդամները։ Այս դեպքում ստանում են կուսակցությունը ում անունով մտնենք։ Եթե մարդը պատրաստ է ուրիշ կուսակցության ցուցակով առաջադրվել, որևէ խնդիր չկա։ Նախկինում նման փորձ եղել է միշտ բարբերաբար եւ օրենքը չի արգելում եւ դա արձանագրեց նաեւ պատասխանող է, այսինքն նման հարց, նման պնդում, որ պետք է անվավեր ճանաչվի եւ ԲՀԿ-ի ձայները օրինակ չհաշվենք, որովհետեւ ԲՀԿ-ն համապատասխանաբար ինչ որ բանի խախտումով էր, չկար եւ հետեւաբար մենք դրան չանդրադարձանք նաեւ, որովհետեւ առաջին հնարավորություն չունենք ժամկետային սահմանափակում իմաստ չուներ այս հանգամանքին անդրադառնալ, եթե մենք ունենք այլ հանգամանքներ, որով փորձում ենք քննարկել։ Պարոն Օրբելյան, գալով ընդդիմության կողմին, տեսեք դուք չեք սիրում փաստորեն սահմանադրական դատանի չեք գերադասում մեկնաբանել որոշումը, քանի դեռ այն հրապարակված չէ, բայց ես էլի գամ այսպես դատողությունների չեմ կարողանալու գուշակեմ ինչ են գրել, որովհետև որևէ ողջամիտ վարկածով, որ ինչ որ ձևով հնարավոր է հիմնավորել, ես չեմ կարող մտածել։ Չէ, ես ուզում եմ հասկանալ, մենք կարող ենք ենթադրություն անել։ Ես չեմ կարող մտածել որևէ ողջամիտ բացատրություն, որը կարող է հիմնավորում լինի ավելին նման ողջամիտ հիմնավորում չհնչես դատական նիստի ընթացքում։ Այսինքն, երբ որ լինում է դատական գործ, ունենում եմ դեպքեր, երբ որ վստահորդներից հետ խոսելուց ասում եմ, այսպես արգումենտ կա, այս արգումենտի դեմ ունեմ որոշակի հակաարգումենտներ, բայց ոնց որ համաձայն չեմ այս մեկնաբանման հետ, բայց այս մեկնաբանումը կիրառելու դեպքում հնարավոր է մեզ ի վնաս որոշում, այստեղ չկա եւ չի հնչել դատավարության ընթացքում նման ողջամիտ արգումենտ։ Այսինքն միակը այն էր, որ ասացի, որ պետքա որ դա չլներ, չէր անցնում։ Այդ դեպքում դու կարաս ցանկացած մեծ տեղամասով 50%-ին կարելի էր հանել ընտրատեղամասի։ Պարոն Օրբելյան, հարցս այլ էր։ Օրինակ մենք կարող ենք ենթադրություն անել, որ եթե սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿՀ որոշումը, այդ որոշմամբ նաև արձանագրել է, որ օրինակ ընդդիմության ձայները կեղծված չեն եւ ընտրակաշառքով չեն, ինչպես իշխանությունն էր պնդում։ Ոչ, չէ, իշխանությունը կողք թողեք։ Ոչ մենք կարող ենք, այլ նաև պարտավոր ենք, որովհետև 7 դիմումներից առնվազն 2-ը, երրորդը նոր ուժը համոզված չեմ, ուղղակի չեմ հիշում ինչ ծավալորով է։ Հանուն Հանրապետության կուսակցությունը վիճարկել էր հենց բացառապես այդ հանգամանքով եւ դոկ կուսակցությունը երկու կողմանի էր վիճարկել։ Հանուն Հանրապետությունը միայն օպոզիցիայի մասով, դոկը ամեն ինչն է կեղծված։ Համապատասխանաբար այդ բողոքներն էլ են մերժվել։ Այո։ Հետևաբար մենք կարող ենք նաև պնդում անել, որ ընտրությունները ընտրակաշառքով չեն կեղծվել եւ սուտ են այն բոլոր թեզերը, որ 70% Նիկոլ Փաշինյանն էր ասում։ Սկզբում 100%, հետո 70%։ Կամ սահմանադրական դատարանը մոտեցում ունի, որ 70%-ի կեղծիքը էական ազդեցություն չի ունենում ընտրությունների արդյունքների։ Հույս ունեմ, որ մի քիչ մաթեմատիկական մոտեցումները թվերի մի քիչ այլ է ամեն դեպքում։ Սրբոյ Գալյանը իդեպ սահմանադրական դատարանում ասաց դա պարզապես քաղաքական գնահատական է։ Դե իրենց մոտ դա սովորական է, բարբերաբար ինչ որ բան են ասում, մա հեծի հետ գործում էր, Ռոմանոսը ինչ որ բաներ ասել, հետո ասել դες քաղաքական գործիչ է, կարող ասել եմ, կարող չեմ ասել, պարտադիր չի ճիշտ լինի։ Հետ են գալիս խնդրին, քաղաքական է, քաղաքական չէ, սահմանադրական դատարանը նաև չարձանագրեց, այդ հիմա կարանք ասենք լավ տեսակետից չէր, բայց նաև չարձանագրեց, որ եղել է ընտրակաշառքի ինչ որ այնպիսի տես ծավալներ, որը ազդել է ընտրությունների վրա 70 չէ, մի քանի տոկոսի չափով, որովհետև եթե հակառակ դեպքում պետքա այդ մասով անվավեր ճանաչել։ Պարոն Օրբելյան, հիմնական հարցը, որը տրվում է այս օրերին, այն ուժերին, հիմնականում ընդդիմադիր, որոնք վիճարկում էին ընտրությունների արդյունքները, ինչ տվեց ձեզ սահմանադրական դատարան դիմելը, եթե ի սկզբանե կանխատեսելի էր այս որոշումը, այս արդյունքը, եւ սրանից հետո ինչ է հաջորդելու, այսինքն դուք գոնե իրավական դաշտում որպես ԲՀԿ ներկայացուցիչ պայքարի տեղ դեռ ունեք թե ոչ։ Նայեք, 3 բան է տրվել։ Հիմա մի բան է, երբ որ դու ասում ես, հա, սա կեղծվել է, ոչ մի բան չես անում, դա ստացվում է քո ասեցիր, բրծար, ոչ մի բան չարեցիր, բոլորը չտեսան, ով համոզված էր, որ կեղծվել է մնալու էր այդ համոզմունքին, ով համոզված չէր, որ չի կեղծվել մնալու էր այն համոզմունքին եւ ժողովրդի մի զգալի մասը, որ չգիտեր կեղծվել է թե չէ, ասել էր եթե ինչ որ բան կեղծված լիներ, գործողություն կանեն։ Հիմա դատական հրապարակային process եղավ, զարմանալիորեն բավականին մեծ քանակությամբ դիտելիությամբ, ինչ եմ ասում այդ մեծ քանակությամբ, որովհետեւ ես առնվազն միայն ինձ հետ քննարկումների ծավալից կարող եմ ասել, որ տարբեր եւ իրավաբաններ եւ ոչ իրավաբաններ եւ ընկերներում բավականին երկար չէ շփվել եւ ծանոթներ եւ անծանոթներ ինչ որ ինֆորմացիայի ինչ որ
բանա պատասխան ներգրություններ բաներ ուղարկում են, այսինքն կար պատասխան եւ այդ նույնը բոլորի մոտ էր եւ բավականին մեծ տեսանելիություն ապահովեց բոլորի մոտ աշկի առաջ էր եւ ԿՊ գիտի ինքը անձամբ գիտի որ կեղծված ընտրություններով ինքը ստացել է ավել մանդատներ հիմա ինչ ուզում են խոսեն մի բան է երբ որ դու դա ցույց ես տալիս դատական հրապարակային process-ի ընթացքում մի բան է երբ որ ասում ես ու ոչ մի բան չես անում հիմա այս կերպ մեկնաբանում են որ վերջ համանդական դատանես որոշումը կայացրեց դուք ընդունեցիք մանդատների պաշտպանես կարգ այսինքն հաշտեք ընտրությունների արդյունքների հետ Հաշ չէր ելնելու, չէին ասելու, 18 թվականին չեն բողոքարկել, ասում է 91 թվից առաջին դեպքն է, որ չեն բողոքարկել, հրապարակային ասել մի հոգին։ Հիմա հրապարակային մի հոգին ոստատ չեն ընդունել։ Հիմա ուրիշ հարցգանք էլի 17-ին, երբ Նիկոլ Փաշինյանը չի երբ որ ինքը ընտրվեց, ինքը հետո հետագայում ասես դե առաջին դեպքն է, որ այնքան մաքուր եմ ընտրվել, ոչ մեկ չի բողոքարկել։ Հիմա նորից բայց 17-ին իդեպ նա չի բողոքարկել։ Բայց ուրիշ մարդ բողոքարկել է։ Ինդիկատիվ ունեմ 18-ի որ որևէ ուժ չի բողոքարկել։ Հիմա սա ինքնանպատակ չի բողոքարկումը, բայց սա եղել է ֆանտաստիկ մեծ բողոքարկում, որովհետև 7 ուժ իրարից անկախ բողոքարկել են։ 7 հատ առանձին դիմում է, սա այն օգտագործում էր ԶԼՄ-ներում տեսա համահայցվոր բառը, համահայցվորներ չէր, 7 հատ հայց է եղել, դիմում է եղել։ Եվ դատարանը 7 գործերը միացրել է մեկ վարույթ, ու տրամաբանական է որ միացրել է, որտեղ նույն process-ներ քննարկում։ Հիմա հետեւաբար սա մի քանի կարևոր հանգամանք կա։ Եթե նախկինում են միշտ դիմել, ըստ էության այնց չի որ եթե չդիմես ավելի քիչ ես ընդունում, քան երբ որ դիմես, այսինքն ըստ էության դիմելով վերահաստատել են համաձայնությունը, որ ընտրությունները փորձում ենք ցույց տանք, որ կեղծված են եւ այդ ապացույցները ցույց ենք տալիս հրապարակային դատավարության շրջանակներում։ Երկրորդը մենք պետքա դուրս գանք այն մտայնությունից, ինչի մեջ փորձում անընդհատ կառավարությունը մտցնել, դուրս չի գալիս գնացեք փողոց փակեք, դուրս չի գալիս հեղափոխություն արեք, չէ, հեղափոխությունը չի ընթացքը։ Իրավական եւ քաղաքական օրինական գործընթացներ են։ Հեղափոխությունը տարբերակներից մեկն է, ոչ բռնի խաղաղ է, բայց դա չպետք է լինի հիմնական տարբերակը։ Հա, բայց այս իրավական քաղաքական ձգձգվող գործընթացը, պարոն Օրբելյան, դուք իրավականով եք մեկնաբանում։ Քաղաքականով ասեմ։ Քաղաքական գործիչները ասում են, այս ընթացքում մարում է այդ բողոքի ցանկությունը մարդկանց մեջ։ Բողոքի ցանկությունը ենթադրենք կար, փողոց դուրս եկանք եւ ինչ որ բռնություն եղավ։ Հիմա ես որպես իրավաբան եմ ասում, էլի քաղաքագետները իրան կարող են վերլուծել գնահատեն։ Ես հիմա ասում եմ process-ը հետեւյալն է, եթե քաղաքական ուժը չի դիմում սահմանադրական դատարան, դրան զուգահեռ քաղաքական ինչ process է անում, դա արդեն այլ հարց է։ Բայց եթե չի դիմում, ասում է դուրս չեկավ։ Համաձայն չեն որոշումների հետ։ Քանի դեպք գիտեք, որ սկսվել է քաղաքական գործընթաց առանց իրավական process-ի։ Մի անգամ կարաք ասեք, որ ասել են չենք բողոքարկելու, որտեղ դատավորը ծախված է, մենք գնում ենք քաղաքական գործընթացի։ 17 թիվը, բայց չգնացին քաղաքական, սպասեցին 1 տարի, հետո գնացին քաղաքական գործընթացի։ Չէ, մի վարքան, դա տարբեր բաներ են։ Դա իրավական խնդրի վրա չգնացին, գնացին ոչ իրավական, քաղաքական խնդրի վրա գնացին։ Դա տարբեր հարցեր են։ Նորից վերադառնամ են, այսինքն կենտրոնական խնդրին։ Հիմա իրավական process-ը չի կարա, ես ՍԴ-ի նիստից հետո հարցրեցին սա իրավական թե քաղաքական process էր, ասեցի համանդրական գործընթացները միշտ իրավաքաղաքական են։ Քաղաքական ոչ թե կուսակցական, այլ լայն քաղաքականության մաս։ Իրականում սահմանադրական դատարանը պետք է ընդունել պարլամենտարիզմը, աջակցել պարլամենտարիզմը, ժողովրդի ձայնին տեր կաղնել եւ ունենալ ավելի ներկայացված պարլամենտ, որովհետեւ այդ 4% շեմը ունի շատ պարզ նպատակ, որպեսզի չունենանք շատ ցակուցրիվ պարլամենտ, մի հոգանոց ֆրակցիաներ, ինչ որ մի հատ ֆրակցիան երկու կուսակցություն, երկու ֆրակցիա մի հոգի ունենան, խառաբան չլինի։ Այսինքն ճիշտ է 4%-ը, պարոն Օրբելյան։ Շատերը քննադատում են այս սահմանադրությունը, ասում են հենց պարլամենտարիզմին հակասող սահմանադրություն է։ 4%-ը ընտրական օրենսգրքով է։ Բանով համապատասխանաբար 4-ը ճիշտ է թե սխալ է, այդ ուրիշ հարց է։ Կա դեպքեր, որ 2%, կա դեպքեր 1%-ը դա մոտավորապես մի ձայնն է ընդհանրելու, կա 2%, որ գոնե 2 հոգի լինի ֆրակցիայից, կա 4%, էական չի, բայց փաստը մնում է փաստ, որ 4%-ը հաղթահարված ուժին կամ եթե բոլոր հնարավոր ֆանտաստիկ արգումենտները կիրառենք 4%-ը հաղթահարելուն 155 պակասող ուժին մի համակարգում, որտեղ 155-ի ճշտությամբ հնարավորություն չկա թվերը հաշվել, ըստ էության պետք է կիրառվեն այն ստանդարտը, որ պետք է այդ ուժը ստանար իր ձայները։ Ինչի, որովհետև ասում են դա վնաս կլներ, ոնց են ասում են դա եթե դա հաստատվեր մնացածի շնորհիվ մնացածի կլներ։ Ինչքան տոկոս է ստացել ԿՊ-ն։ Ընդհանուր 49%, 49 50 մի քիչ մինուս։ Քանի տոկոս մանդատ է ստացել։ Դե ԲՀԿ-ին է գումարած 64։ Չէ, 64 մանդատ 60%։ Հա, տոկոսային 60։ Հիմա 50-ը դառավ 60։ Իսկ եթե 50-ը դառնար 58, ժողովրդի կամքին վնաս կլներ,
Ժողովրդի կամքը 50%-ն է, չէ՞ եղել։ Նու 49 ու 50%։ Հիմա հետեւաբար ԲՀԿ-ի անցնելը ԿՊ-ին հաշվին չէր լինելու։ Ուժեղ Հայաստանի հաշվին չէր լինելու, Հայաստանի հաշվին չէր լինելու, որովհետև ԲՀԿ-ն ստանալու էր իր ընտրողների հաշվին ստացած ձայները։ Գումարային մենք պարլամենտում ունենալու ենք ժողովրդի քվեարկությանը շատ ավելի մոտ, մոտավորապես 5%-ային կետով ավելի մոտ ձայներ, քան մենք ունենում ենք հիմա, որովհետև հիմա Այն նրա շնորհիվ կամ նրա պատճառով որ ԲՀԿ-ն չի անցնում, ԿՊ-ն 10%-ի կետով ավելանում, երբ որ կարող 7-ով ավելանում։ Եվ ունենում է 3/5, ինչը շատ կա։ Հետևաբար մենք հետ ենք գալիս նաև այդ կետին։ Սահմանադրական դատարանի գործընթացը բոլորի աչքի առաջ ցույց տվեց շատ པարզ տրամաբանություն է, գնդակ դարպաս գոլը, որ կարելի է ասել, ընդ որում ասեցին, գնդակ ասма գողացել ենք։ Հայ որ գնդակը գողանում ես, գնդակը դարպաս չի մտնում, բայց դա չի նշանակում, որտեղ գոլ չկա։ Եվ կարճ ասած դուք գտնում եք, որ իրավական գործընթացը քաղաքականին չէր խանգարում, եթե ուզում են կարող էին քաղաքական ցույցեր ինչ են արել, ինչ չեն արել, ես ոչ ուզում եմ դրական գնահատեմ, ոչ բացասական։ Ինչ հանգամանքներով են հաշվել քաղաքական գործիչները, ինչ են պլանավորել, ցույցերը դա գործիքներից մեկն էր, հետագա գործընթացը ոնց են պլանավորում, չեմ տիրապետում եւ ես կրկնում եմ իմ մասնագիտացումն էլ չի, որ ես կարողանամ ասեմ ճիշտ է թե սխալ է, որովհետեւ մենք շատ ենք սիրում ասել սա, այն ճիշտ արել, սա սխալ արել, սա։ Հիմա իրանք են անում, իրենց գործընթացն է, իրենք են այդ գործընթացի մեջ։ Իրավական տեսակետից կա որոշակի հնարավորություններ միջազգայնացաններով եւ այլն, բայց դա ընտրությունների արդյունքի վրա էլ չի ազդելու։ Դա ընդհանրեն արձանագրելու է խախտումները հետագայի համար, որպեսզի նման խախտումներ տեղի չունենան։ Հիմա տեղի կունենա թե չէ, պետք է քննարկենք, հասկանանք ինչ ծավալը, որովհետեւ այդ դիմումների մի մասը նաեւ ենթադրում է ընտրողների անունից, ոչ թե կուսակցության կամ մասնակիցների, որովհետեւ ըստ անհատական հայցեր են ընտրողների ձայներն են գողացել։ Փաստացի ինչ է տեղի ունեցել։ Ընտրողը գնացել է քվեարկել։ Այսինքն ընտրողը պետք է գանգատ ներկայացնի։ Այդ հիմա ոնց կլինի վերջնական, երբ որ կքննարկենք, արդեն դրա մասին հավելյալ ինֆորմացիա կտանք, եթե ցանկացողներ կլինեն կներկայացնենք։ Լավ, պարոն Օրբելյան, դուք առաջինն եք, երևի թե, որ հենց մեր եթերում էլ հայտարարեցիք, որ միևնույն է ընդդիմությունը պետք է վերցնի մանդատները, գնա խորհրդարան, որովհետև հակառակ պարագայում իշխանությունը կարող է ելքը գտնել, օրինակ Գուրգեն Սիմոնյանին մանդատներ տալու։ Ճիշտ է մեկնաբան։ Հետո բոլորը ձեզ հղում էին անում մեր տաղավարից, ասում էին Արամ Օրբելյանը ասել է, որ այդպիսի հավանականություն կա։ Հիմա հարցը շարունակեմ, պարոն Օրբելյան։ Եթե այս դեպքում ԲՀԿ-ն չի անցնում եւ նման կոպիտ խախտում է, ինչպես դուք եք նշում, նման կոպիտ խախտում է տեղի ունենում եւ ի վերջո իշխանությունն էլ ունենում է իր 3/5-ը։ Այս դեպքում նույնպես գտնում եք, որ այնուամենայնիվ ճիշտ է մանդատ վերցնելը։ Միշտ ճիշտ է մանդատը վերցնել։ Ինչու՞։ Որովհետև մանդատ չվերցնելու հստակ հետևանք, որ պետք է օրինակ մանդատ չվերցնելու դեպքում պարլամենտը ցրվի, օրինակ եմ ասում, չկա նման բան։ Հիմա երբ որ չկա նման բան, մենք մտնում ենք անորոշության դաշտ, սև անորոշության դաշտ, որը միշտ ավելի բացասական է, քան որոշակի պրոբլեմատիկ լուծումները, որտեղ հնարավոր է այդ սահմանափակ որոշակիության դաշտում լուծումներ գտնել։ Վերջի վերջո ոչ մի քաղաքական ուժի օպոզիցիոն նպատակը չի Հայաստանի Հանրապետության դեմոնտաժը։ Նպատակ չունենք, էլի որ Հայաստանը քանդվի, չլինի Հայաստան։ Նպատակ ունեն ընդհակառակը ուժեղ Հայաստան ունենալու։ Հետևաբար ես այն մեր եթերից հետո պատմական հերթական ինչ-որ նյութն էի նայում, ինչ էր տեղ Մուսոլինիի դուչեն դառնալու այդ գործընթացում ինչ էր լրագրող էր, որը տենց էլի ինչ-որ տարբեր փոքր պրոցեսների մեջ էր, երբ որ ինքը կարողանում է հասնի նրան, որ ազգային ժողովում մոտավորապես այդ սևերնաշապիկավորների հետ է գալիս են իրան նշանակում են վարչապետ, ինքը դեռևս դիրքերը ուժեղ չի։ Ինչա տեղի ունենում սոցիալիստներից մեկը բավականին խիստ քննադատում է, այդ մարդուն սպանում են։ Ի պատասխան դրա մանդատներից հրաժարվում են բոլոր սոցիալիստները։ Ինչ անում դիկտատորիկը, հա, որը դες գալիս է ասում է, «Այդ փախան այս պատասխանատու պահին ես ինձ վրա եմ վերցնում պետության կառավարման, ամեն ինչը ես կանեմ ինքնուրույն, всё, ոչ մեկ մեզ պետք չի»։ Всё, բրծավ դրանից հետո էլ այսպես չես կարող ասես, «Վայ, բայ մտ հետ գանք»։ Հələ մի տարբերակն է ասում, որ կբերեն հաջորդին։ Հիմա ոչ լեգիտիմ է, իսկ հիմա որ ԲՀԿ-ն չի անցել լեգիտիմ դարավ, որ մանդատները վերցրեցին լեգիտիմ դարավ, դրանից հետո նոր կրկնում եմ, լավ տեղյակ են, ԿՊ-ն ինքը լավ տեղյակ է, միջազգային գործընկերները լավ տեղյակ են, տեղացի գործընկերները բոլորը տեղյակ են, որ գողացված ձայներով է այնտեղ նստած։ Հիմա այդ լեգիտիմություն չունենալը ո՞նց է ազդելու, ո՞նց են միջազգային խաղացողները, ներսի խաղացողները, ժողովուրդը, հենց ԿՊ-ի падգամավորները դրան անդրադառնալու, չի փոխվելու նրանից, արդյոք մանդատները վերցրել են թե ոչ։ Այդ մանդատները իմ կարծիքով միանշանակ է եւ պարտադիր է վերցնել, բայց դա չի նշանակում վերցնել ոչ մի բան չանել։ Դա ենթադրում է վերցնել եւ առաջին օրվանից սկսել ինտենսիվ աշխատել օգտագործելով հնարավոր բոլոր գործիքները։
Ինչ գործիք չես կարողանա օգտագործես, արձանագրել դա։ Ամբիոնը ինչքան էլ մենք թերագնահատում ենք, ամբիոնը հնարավորություն է տալիս, դատական դիմելու հնարավորություններ կա։ Փորձել աշխատել ԿՊ падգամավորների հետ տարբեր ֆորմատներով, որովհետև ԿՊ-ն ունի 3/5 պայմանով, որ 100% ներկայացություն է ապահովում։ Մի հոգու բացակայությունը 3/5-ը բացառում է։ Մի հոգու բացակայությունը գործողման կլինի, ինչ կլինի, հիվանդ կլինի, չի ներկայանա, այդ օրը խցանում Այսինքն աշխատել, որ այդ կարևոր օրերին մի հոգին բացակայի, օրինակ։ Օրինակ։ Հիմա չեմ ասում, բան, որպեսի բան չառաջանա, ասվա, հաշվի առնելով վերջին ժամանակների ռեպրեսիան, այդ աշխատելը չի նշանակում ինչ որ ոչ իրավաչափ գործողություն, բայց այդ մարդը կարող է մի հոգուն գտնել, այն մի հոգուն, որ պատրաստ կլինի Հայաստանի համար մի քիչ էլ ինչ ասեմ, ոչ բարեհաճությանը արժանանալ, հա, ասենք կբացակայի, չի ստացվի, չի ներկա լինի, չի գա, կուշանա, վերջը կարող է նաև բացառապարական դիրքորոշում կսա։ Հնարավոր է նաև չստացվի։ Այլ գործիքներ կան, հանձնաժողովներն են, հարցադրումներն են, հարցապնդումներն են, օրենսդրական նախաձեռնություններն են, ժողովրդի հետ աշխատանքն է։ Ես հիմա վերջը Չէ, հիմա այս քննադատողները նախորդ 5 տարին են հիշում, ասում են նախորդ 5 տարին որևէ արդյունք չտվեց, գնացին, հարցապնդումներ արեցին։ Ստացել ենք, ախր այդ ամբողջ խնդիրն է։ Մենք ինչի համեմատ չենք ստացել։ Ամբողջ խնդիրը կենտրոնական։ Ինչի համեմատ Իշխանափոխության նպատակին չեն հասել։ Բայց մոտեցել ենք։ Չգիտեմ, մոտեցել եք։ Քանի տոկոս էր նախորդ ընտրություններին, քանի տոկոս է այս ընտրություններին։ Դե հիմա նոր ուժ հայտնվեց։ Կապ չունի, նորա հինա, նորից եմ ասում։ Հիմա մի հատ էլ նոր ուժ կարա չի հայտնվի հաջորդ ընտրություններին։ Կարա 3 ուժ հայտնվի։ Խնդիրը հետեւյալի մեջ է։ Հիմա անունը տարբեր բառեր են օգտագործում։ Կարանք անունը դնենք մաշեցնել, կարանք անունը դնենք աշխատանքով ցույց տալ արդյունքները։ Իսկ համոզված ենք մենք, որ եթե օրինակ ազգային ժողովում չլինեն այս քաղաքական ուժերը, ինչ վիճակում էր լինելու Հայաստանի Հանրապետությունը այսօր։ Մենք համոզված ենք, որ եթե չլինեն ուժերում այդ ճակերտավոր հայկական տարածքները, որոնք անկլավ են անվանում, տրված չէր լինելու արդեն։ Համոզված ենք, որ սահմանազատման գործընթացը ոնց էր լինելու։ Մենք համոզված ենք, ինչ էր լինելու սեփականության իրավունքի մեջ Հայաստանի Հանրապետությունը։ Մեզ ամբողջ աշխատանքը որոշ չափով դանդաղացրել է։ Որոշ դեպքերում վիժեցրել է, որոշ դեպքերում ստիպել է այլ գործողություններ անել։ Եթե չլներ ազգային ժողովում այս օպոզիցիան, մենք համոզված ենք, չէ՞ որ թոշակները չէին բարձրանալու նույնիսկ 10,000 դրամով, որովհետև առանց դրա էլ իրանք հենա ընտրվում էին, խնդիր չունեին։ Մենք համոզված ենք, որ մնացած աշխատանքը, որը ինչ որ մի մասը արվել է այն վերջին օրերին արագ-արագ, չէր արվելու, որովհետև դրա կարիքը չկար, որովհետև ընտրություններում ամեն ինչ կանխորոշված է։ Սրանք մենք պետք է միշտ դիտարկենք, մեզ թվում է, թե վերջնական արդյունքին չհասանք։ Կարող է չհասնենք, կարող է Բայց ցույց է տալիս, որ ինչ որ եղանակով հասնում են։ Քաղաքական բնացած բոլոր ուժերը ունեն հնարավորություն իրենց այլընտրանքային մոդելներ։ Եվս մեկ հարց եւ փորձենք ամփոփել։ Հիմա տեսեք, օրինակ ուժեղ Հայաստանից Նարեկը Կարապետյան հայտարարում է, ասում է մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները, դուք քանի որ ինչ որ առումով կանխատեսում եք իշխանության գործիքակազմերը, այսինքն ինչ ճանապարհներով, ինչպես եւ մանդատ եղանակով չեն կարող փոխել։ Իրավաչափ եղանակով չեն կարող փոխել։ Ոչ իրավաչափ եղանակով հիմա մի սահմանադրություն գրի Նիկոլը ստորագրի, ասի հաստատեցի սահմանադրությունը։ Հիմա իրավաչափ եղանակով ինչ մտածեն, ինչ որ գան բարձրաձայնեն։ Ժողովուրդն է քվեարկել, ուրեմն բանաառաջնային մանդատը ինքն է իրավաչափ եղանակով չեն կարող, ինչի, որովհետև սահմանադրության բարդ փոփոխության կոնցեպտը իր մեջ ընդհանրում է, որպեսզի այսօրեական ինչ որ մի հատ բանի համար արագ չփոխվի, ենթադրում է որոշակի գործընթաց։ Այսօր Հայաստանի Հանրապետության ժողովուրդը գնացել է քվեարկության եւ ասել է մենք համաձայն չենք սահմանադրության փոփոխությանը։ Ոչ թե ենք, այլ չենք, որովհետեւ եթե լինեինք ենք, 2/3 ձայն կստանար ԿՊ-ն։ Ասել է մենք ինչա ասել ժողովուրդը, եթե ընդունենք, որ կեղծված չի, որտեղ այդ խնդիրը կա, ասել է մենք դեմ չենք, որպեսի գործող ԿՊ-ն շարունակի կառավարել, բայց մենք համաձայն չենք, որպեսի ԿՊ-ն կարողանա միանձնյա որոշումներ ընդունի սահմանադրական օրենքների եւ պաշտոնների նշանակելու, այս մեկը գողացան։ Ասին չէ դու կապ չունի, որ համաձայն չեք, մենք ձեզնից գողանանք, որ համաձայն լինեք։ Եվ համաձայն չենք, որպեսի ԿՊ-ն միանձնյա փոխի սահմանադրությունը, դրա համար չի տվել 2/3։ Համաձայն լիներ ժողովուրդը տալու էր 2/3-ը։ Հետևաբար ազգային ժողովը առանց 2/3-ի քվեարկության չի կարող սահմանադրության համապատասխան process-ը իրականացնել, հա, փոփոխության։ Իսկ քաղաքացիական նախաձեռնության դեպքում 50,000 հետո 300,000 սահմանադրությանը չի վերաբերվում այն հատվածներին, որը որ ուզում են փոխել։
Չկա, օրենք կարող ես, բան չես կարող։ Սահմանության դեպքում չեն կարող։ Մի տարբերակ է մնում, եթե ինչպես դուք եք ասում, ընդդիմությունը աշխատի իշխանության հետ, իրենք աշխատեն ընդդիմության հետ եւ փորձեն պատգամներ գողանալ։ Տարական օրինակը Գեգամ Նազարյան, գողանալ բարբերեք կրեսենց, էլի գողանալ անենք։ Հիմա եթե նես նախագիծ են բերում, որ օպոզիցիայի դեմ շուտ մեկն էլ ասում է ես հայո դրա հետ համաձայն եմ, ուրեմն եղավ իրանք ստացան։ Կարա հակառակը լինի։ Ասում եմ նորից եմ կրկնում, իրավաչափ եղանակով այս պահի դրությամբ 3 ուժ է անցել պարլամենտ, 2 ուժը սահմանադրական փոփոխության հարցորակարգում չունեն, ավելին դեմ են արտահայտվել ճակերտավոր ասած Ալիևյան սահմանադրության ընդունմանը, մեկը անցել է։ Ժողովրդի 49%-ը համաձայն է եղել այդ գաղափարի հետ, 2/3-ը համաձայն չի եղել։ Այսինքն արդյունքում իշխանության կրողը մեկն է ժողովուրդը, ասել է ԿՊ դու կլինես կառավարություն, դու չնշանակես դատավորների, չնշանակես գլխավոր դատախազ, մենակով չփոխես սահմանադրական օրենքներ։ Դուք 3 ուժեր կգնաք կլինեք օպոզիցիա, չթողնեք ինքն դե խուլիգանություն անի, հələ որ ասֆալտը անում, թոշակա բարձրացնում թողանի, որ չանի, հետո իրանը կփոխեմ, պրիմիտիվացրած եմ ուզում ասեմ։ Բայց սահմանադրությանը չկպնեք, հա, որտեղ դուք ասել եք չեն կպնելու, դու ասել ես կպնելու։ Հա, պատկերացրեք մի հոգի է ժողովուրդ։ Այս ընթացքում մանիպուլյացիաներով այս 3/5-րդի կտորը գողացվեց, ասես չէ լավ, ոնց որ ես մի քիչ լավ չէր լսվում, մտածեցի, որ ես կնշանակեմ դատավորների, կնշանակեմ դատախազ, բայց իմ ամբողջ ֆրակցիան ամբողջությամբ պիտի գա, բայց սահմանադրությանը չեմ կարող փոխել։ Հետևաբար ցանկացած պնդում, որ ժողովուրդը մանդատ է տվել սահմանադրություն փոխելու, չի համապատասխանում իրականությանը։ Շնորհակալ եմ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում եք կոնցերն դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր փաստաբան Արամ Օրբելյանի հետ։ Մենք կհանդիպենք վաղը նույն ժամին, լավ եղեք։